Պատրաստում եմ բանջարեղենային շաուրմա, որին անհրաժեշտ է սոխ, սոխը դրել եմ, արդեն տապակվում է, կարմիր բիբար, սխտոր, գազար, կաղամբ եւ նաեւ այսպիսի բան, պանիրը, երբ որ մի քանի տեսակ պանիրա կտորներով գցած է, դարերով չեք ուտում, երեխեք ջան, կարող եք ձորկա անել եւ լցնել սենց ափսեի մեջ, որը անհրաժեշտ է լինում այս տեսակ բաների համար, որ վերջում լցնենք։ Շաուրմայա, բանա, դեսա, դենա եւ նաեւ բնականաբար լավաշ։ Լցնում եք ինչ կայճկա տունը, հարևանի տունն էլ շալակում բերում ըստեղ։ Մոռացա ասեմ, որ 1 կապ կանաչի է պետք։ Եթե ռեհան չեք սիրում, ռեհանը կարող եք հանել։ Ահա, ամեն ինչը դրել ենք վրան։ Մի քիչ ինքը տապակվում է, արագ լցնում եք մյուս բանջարեղենը կամ ամբողջը միասին կարող եք լցնել, խնդիր չկա։ Չմոռանանք աղի եւ սև բիբարի կծու-մծուի մասին։ Կաղամբն էլ ավելացրի, թողում ենք լավ տապակվի հավեսով, մի քիչ կարմրի, կանաչին վերջում լցնում եք, բայց հետո գիտեք ինչ եք անում, հեսա շուխ տամ պատմեմ։ Այս ամեն ինչը, որ տապակվում է, լավաշը բացում եք, լցնում մեջը այս տապակած թաշախուստը, վերջում պանիր լցնում սենց հավեսով, ճիգարով, փաթաթում շաուրմայի լավաշի նման եւ դնում մի քիչ տապակում կամ դնում շաուրմայի ապարատի մեջ, հետո խրթխրթալով ուտում, երեխեք, մի անմահություն։